Ինչ է անհրաժեշտ կալանավորվելու համար։ Դե մարդես գուցե նման ինֆորմացիայի կարիք ունեք։ Նախ ձեզ պետք է կասկածային հանցագործություն կատարելու մեջ։ Հետո քննիչը պետք է կալանքի միջնորդությամբ դիմի դատարան, որտեղ պետք է համոզի, որ ասենք ազատության մեջ մնալը պարագայում հնարավոր է թաքնվեք, դիմեք փախուստի, մի խոսքով խուսափեք արդարադատությունից։ Բայց գործնականում նման փաստարկների կարիք չկա։ Դատարանները որպես կանոն չեն էլ քննարկում կալանքի որոշումները։ Միանգամից հավանություն են տալիս դրանց։ Հենց այս դրամաբանությամբ դատարանն առաջնորդվեց շաբաթներ առաջ, երբ Պաշտպանության նախարարության առջև քաշքշուկից հետո քրեական գործ հարուցվեց անհետ կորած զինվորներից մեկի հարազատի Ասեն Ղուկասյանի նկատմամբ։ Կալանքի որոշում ընդունելիս դատարանին չեն հետաքրքրել փաստաբանի դրա անհրաժեշտությունը բացառող փաստարկները։ Մենք ասել ենք, որ տեսեք, մյուս քրեական գործով, որով Արսենի դեպ արդարացվել է, ավելի մեծ պատժաչափ է նախատեսված եղել։ Բայց այդ մարդը էլի չի փախել։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմանն հատել հետ եկել, այդ մեկ եւ երկրորդը։ Մարդը ասել է, ես ունեմ այստեղ եւ իմ առաքելությունը միայն այստեղ է Հայաստանի Հանրապետությունում, բարձելու անհետ կորած անձանց ճակատագրերը։ Ինչ փախնելու ռիսկի մասին է։ Այս մոտեցումը հատկապես ակներև է, երբ որոշվում է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով անցնողների խափանման միջոցը։ Անհետ կորած զինծառայողի հարազատին առնչվող գործը հենց այդպիսին է։ Ասեն Ղուկասյանը պարբերաբար մասնակցում է տարբեր պետական ատյանների առջև անցկացվող ակցիաներին, որոնց նպատակն է ստիպել այդ մարմիններին զբաղվել անհետ կորած զինվորների խնդրով, նշում է Տաթևիկ Սողոյանը։ Կալանքի որոշումը հենց դրա հետ կարող է կապված լինել։ Վերջերս ֆիքսված մյուս դեպքը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ քրեական գործ հարուցվեց սոցիալական ցանցում իրավապահ համակարգին ուղղված խիստ քննադատության համար, որտեղ նա կիրառել էր կոպիտ արտահայտություններ։ Փաստաբանին դատարանը ուղարկեց ճաղերի հետևը, կալանքի որոշում ընդունեց, ինչը ըստ փաստաբանական համայնքի որևէ կերպ հիմնավորված չէր եւ խոսում է դատական համակարգի կախվածության մասին։ Դատավորների նկատմամբ հետապնդումներն են։ Շատ լավ տեսանք Բորիս Բախշինյանի դեպքը, դատավոր Գրիգորյանի դեպքը, հենց ոչ հաճելի որոշում կայացրեցին մանավանդ կալանքից ազատելու հետ կապված, միանգամից այս դատավորները հետապնդվեցին։ Միջին վիճակագրական քաղաքացին կմտածի, դե ես իշխանության աչքի փուշը չեմ, հետևաբար նույնիսկ եթե կասկած են ինչ-որ հանցանքի մեջ, դժվար թե նման խնդրի բախվեմ։ Իրականում չհիմնավորված կալանքի ենթարկվելու համար պարտադիր չէ բացր կաբինետներում նստողների նյարդերի հետ խաղալ։ Բավարար է ցանկացած քրեական գործով ուղղակի լինել կասկածյալի կարգավիճակում։ Իմ հետ եղել է նման դեպք, ասեմ ավելին անչափահասի հետ եղել, քննիչները մտնում են այդ սենյակ, որտեղ գտնվում է ձերբակալված անձը, մի հատ նայում են, սկսում են իրար մեջ խոսալ, հա ինքն է, հա հեսա կփակենք։ Դրանից հետո հաջորդում է քննիչի առաջարկը, որ ցուցմունք տուր, համագործակցիր մեր հետ, առեր ես պնդի ցուցմունքները X անձի դեմ, մյուսի դեմ եւ այլն։ Ու այդ դեպքում մենք քեզ չենք տանի կալանքի։ Այսինքն կալանքը նախաքննական մարմինը երբեմն կիրառում է որպես շանտաժի գործիք։ Այստեղ իհարկե հաց կարող է առաջանալ ինչու է քննիչին անհրաժեշտ կոնկրետ ցուցմունքներ ինչ որ անձանց վերաբերյալ։ Եթե ասենք գործով արդեն կան ապացույցներ կամ հստակ փաստական տվյալներ։ Երբեմն չի ունենում որևէ ապացույց, ունենում է օպերատիվ տվյալ, որը ապացույցի արժեք չունի բնականաբար այդ փուլում ինքը տեղեկություն ունի օպերատիվ, բայց որպեսզի դա վերածի ապացույցի պետքա որ այս անձը ցուցմունք տա։ Իսկ եթե մարդը չընկրկի, դրսևորի կամային հատկանիշներ եւ ցուցմունք չտալով հայտնվի ճաղերի հետևում, կա չէ հավանականություն, որ հետագայում կարդարացվի։ Ուրեմն գաղութից դուրս գալուց հետո կփորձի հետամուտ լինել, որպեսզի իրավունքները հարգեն եւ փոխհատուցեն կրած վնասները։ Հազիվ պրծել ենք, չենք ուզում ոչ մի բան։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ է եղել, չենք ուզում ոչ ռեաբիլիտացիա ենք ուզում, ոչ վնասի հատուցում ենք ուզում։ Բայց բարեբախտաբար քրեական գործերով անցած եւ սեփական անմեղության ապացուցմանը հասած ոչ բոլոր մարդիկ են համաձայնում լռել եւ համակերպվել ազատության անարդար սահմանափակման հետ։ Առաջացյալի դատարանը դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման, վերաքննիչ քրեական դատարանը արդարացրեց ու 1 տարի 9 ամիս ժամկետով անձը գտնվել էր կալանքի տակ։ Մենք դիմեցինք առաջացյալի դատարան, քաղաքացիական դատարան արդեն փոխհատուցման պահանջով, որպես ոչ նյութական վնասի հատուցում 10 միլիոն դրամի պահանջ էինք ներկայացրել եւ 5 միլիոն դրամի համար տենց լրացուցիչ ծախսեր։ Նախկինում նման դեպքերում փոխհատուցման հացը կարգավորված չէր։ Մարդը պետք է քրեական մեղադրանքի առողջությամբ արդարացվեր, հետո միայն դիմեր քաղաքացիական դատարան փոխհատուցման հարցով։ Նոր օրենսգրքով հենց քրեական գործի քննության ընթացքում դատարանը կարող է որոշում ընդունել, եթե մատն անտեղի կալանավորված է եղել։ Դատարանը
արդարացրեց անձին, ով 6 ամիս բանտային կալանքի մեջ է եղել, 1 տարի եղել է տնային կալանքի մեջ։ Միանգամից արդեն դատավճռով որոշեց, որպես բաց թողնված աշխատավարձ չստացած եկամուտ պետությունից ու իդեմս ֆինանսների նախարարությունից բռնագանձել հօգուտ այդ անձի 3 միլիոնի սահմաններում։ Փողով իհարկե հետ չես բերի ամենակարևորը՝ ժամանակը, որը մարդը կորցնում է ճաղերի հետևում։ Նաև դժվար վերականգնես հավատն առ արդարադատության համակարգ։ Ցուցիչ է նա, թե ինչքան են դիմում քննիչները կալանքի եւ ինչքան տոկոսն է բավարարվում։ Ու միշտ Եվրոպայի խորհուրդը, միջազգային կառույցները քննադատել են, որ այդ տոկոսը Հայաստանում եղել է 90 եւ բարձր։ Հիմա ես վստահ եմ, որ մենք շատ պատմական, շատ բարձր ցուցիչ ենք ստանալու եւ տոկոսային առումով, եւ թվակազմի առումով։ Ու դրա մասին է վկայում հենց այդ մեր հայտարարությունները, որ փաստացի մենք Հայաստանում ունենք ավելի շատ կալանավոր, քան դատապարտյալ։ Արդարադատության համակարգում այս պահին աշխատում են մի շարք դատավորներ, որոնք կարծես ստեղծված լինեն կալանքի որոշումների համար։ Փաստաբանները նույնիսկ կարող են կազմել թոփ 10, որում ընդգրկված կլինեն այն դատավորները, որոնք 100% հավանականությամբ հաստատում են քննիչների կալանքի միջնորդությունները։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Վահրամ Աբոյան, Սուրանկյուն։